Ցանկացած իշխանություն այս աշխարհում եւ վերջի քանի հազար տարվա ընթացքում հեռացել է ընդամենը 3 միջոցով։ Առաջինը եղել է ռազմական միջոցով։ Հիմա կարող է դա լինել այսպես ասած զինվորականների, կապ չունի ազգային անվտանգության, ոստիկանության կամ բանակի ուղիղ միջամտությունը եւ տապալումը իշխանության։ Երկրորդը հեղափոխության միջոցով Եվ երրորդը ներքին անկայունության պատճառով, որը իշխանությունը ինքը փլում է։ Չորրորդ տարբերակ չկա այս աշխարհում։ Առաջի տարբերակը բացառվում է, քանի որ Նիկոլը իր բարեփոխումներով եւ բանակը քանդեց, եւ ազգային անվտանգության ծառայությունը քանդեց, եւ ոստիկանությունն է քանդել։ Ուստի այս 3 զինվորական համակարգից որևիցե ընդվզում այս իշխանության դեմ չի լինելու։ Երրորդ տարբերակը, որ ներքին խժդժությունների պատճառով փլուզվի իշխանությունը, ինքը չի լինելու։ Հեղափոխության ճանապարհով փոխելը, այսինքն փողոցի միջոցով, եթե դուք ուզում եք ժողովրդին համախմբեք եւ բերեք փողոց, պետք է հասկանանք, որ ժողովուրդը այլևս ոչ մեկին չի հավատում եւ ինքը իրավացի է։ Ինքը իրավացի է, քանի որ որևիցե մեկը իր հետ անկեղծ չի եղել եւ որևիցե մեկը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում իր հետ անկեղծ չի։ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր մենք ունենք չարդարացված ամբիցիաներով քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ, որոնք ոչ մեկը ոչ մի ծրագիր չունի։ Եվ իրենք ուզում են ընդհանրապես գալ իշխանության գլուխ եւ ինչ որ մի բան անել։ Բայց քաղաքականությունը ինչ որ մի բան անելը չի, քաղաքականությունը շատ հստակ եւ ճշգրիտ գիտություն է։ Դու չես կարող հանուն ինչ որ մի բան անելու, ասես ուզում եմ իշխանափոխություն անեմ։ Ո՞վ է ուզում իշխանափոխություն անի։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ մնացած կուսակցությունները, կներեք, ոչ մեկը չի ուզում։ Ոչ մեկը ցանկություն ձեռնտու չի, ոչ թե ձեռնտու չի, ոչ մեկը ցանկություն չունի այսօր իշխանափոխություն անելու, ոչ մեկը։ Եվ հիմնական պատճառը այն է, որ ոչ մեկը չունի ծրագիր Հայաստանի ապագայի նկատմամբ։ Ոչ մեկը չունի ծրագիր Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ։ Մի մասը ասում է, որ մենք կգանք գլավացնենք մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ, մի մասը գալիս է ասում է, որ մենք հարաբերությունը գլավացնենք Արևմուտքի հետ, բայց կներեք, քաղաքականությունը միակողմանի սեր չի։ Արդյոք այսօր Ռուսաստանը ցանկություն ունի, որ քո քաղաքականությունը վերականգնի։ Անկեղծ ասած, պիտի նայել։ Այսօր մենք դարել ենք մի խաղաքարտ, որը սեղանի վրա ենք։ Եվ խաղաքարտի հետ խաղում են, հետո շպրտում են։ Մենք նախ եւ առաջ պետք է ունենանք ներքին հզորություն, այդ ներքին հզորության մասին է խոսքը։ Այսօր ով է այդ ուղղությամբ քայլում, ոչ մեկը։ Այսինքն ժողովուրդը որևէ մեկի հետևից չի գնում, որովհետեւ այդ ուժերը չունեն կոնկրետ օրակարգ, այլ ընտրանք չեն առաջարկում։ Այո, ոչ մեկը չունի, ոչ մեկը չունի։ Բայց գոնե առաջին ծրագիրը կամ օրակարգը պիտի լիներ ազատվել այս իշխանությունից, հետո մտածել շատ կներեք, ժողովուրդը չի ուզում կեղտից դուրս գա եւ ինքնին կեղտամանը։ Արդեն ինքը դուրս է եկել եւ մի քանի անգամ ընկել է։ Հաջորդը չի ուզում։ Եվ եթե դուք չներկայացնեք որևիցե քաղաքական կուսակցություն կամ քաղաքական ուժ չներկայացնի հստակ եւ իրապաշտորեն ռեալիստական ծրագիր, ժողովուրդը իր հետևից չի գնա։ Ամենավառ օրինակը Գյումրիի ընտրությունները։ Ամենավառ օրինակը։ Ժողովրդի մեծամասնություն չմասնակցեց ընտրությունների։ Սա ժողովրդի անտարբերություն չի, այլ ժողովրդի բողոքն է։ Բայց ժողովուրդը բողոքեց։ Հասավ ժողովուրդը նրան, որ այլևս չունի քպեական, չի ունենա քպեական քաղաքապետ։ Բայց ով էր ասում, կներեք, ով էր ասում չի ունենա։ Ինչ է նշանակում, որ չի ունենա քպեական քաղաքապետ, երբ որ դուք ունեք Հայաստանում ՔՊ իշխանությունը։ Նկատի ունեմ Գյումրիում տիմընտրությունների մակարդակը չպարտվեց ՔՊ։ Ոչ։ Բա ինչ է դա պարտություն։ Արդեն 20% ձայնը Մինասյանի Արդեն 20% ձայնը, որ ինքը ապահովեց իր համար, դա նշանակում է, որ արդեն հաղթեց։ Իսկ ինչպես ապահովեց այդ կապ չունի ինչպես ապահովեց։ Ջավախքից են մարդ բերել, էլ մոտիկ տարածքներից բերել գրանցել են 1 հոգու բնակարանի վրա 12 հոգի գրանցված եղել։ Այսինքն մենք գիտենք, չէ՞, այդ տեխնոլոգիաները։ Այդ տեխնոլոգիաները 30 տարի Հայաստանում կիրառվում են։ Կիրառվում են։ 96 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառեց, հետո Ռոբերտ Քոչարյանը կիրառեց, հետո Սերժ Սարգսյանը կիրառեց։ Դժբախտաբար Տիգրան Մուկուչյանը լավ բան չսովորացրեց իրենից հետո գալացողներին։ Եվ սա ցավալի է, բայց հիմքը դրվել էր։ Հիմա այս ամբողջ համակարգը, եթե դուք ուզում եք նորից գնաք, այսպես ասած, ընտրությունների, պարտվելու ենք։